Շնորհակալություն, ուրեմն ես երևի մի 2-3 րոպե կխոսեմ եւ էլի կշեղվեմ, ներեցեք պարոն Փամբուկյան, առաջի անգամ որ ես կանտարների մեջ շեղվում եմ օրակարգից, բայց լսելով մեր գործընկերներին կցանկանամ երկու բառ ասեի։ Մեր ընդդիմադիր ընկերների մեջ կան շատ անձնավորություններ, որոնց հետ ես մեծ հաճույքով կնստեմ, կզրուցեմ տարբեր հարցերով, թե քաղաքական, թե ոչ քաղաքական։ Բայց ես վերջի խոսքը չի գնում միայն այսօրվա ելույթների մասին, խոսքը գնում է վերջի 2-3 ամսվա իրենց ելույթներին, թե այստեղ, թե սոցցանցերում, դա ինձ պարտադրեց այսօր մի քիչ ոնց որ իրենց լեզվով խոսեմ։ Անուններ չեմ տա, կարծում եմ ում մասին խոսում եմ, ինքը հենց կհասկանա, իրանք հենց կհասկանան ում մասին եմ ես խոսում։ Ինձ թվում է այդ բարձր տոնով խոսալը, դա չի բերում ինչ-որ արդյունքի, դրանից ժողովուրդը իր կարծիքը չի փոխի։ Բայց երբ որ մի մարդ, որը որ ինչքան ես գիտեմ ունի գիտական կոչում, մեկ շատ կուլտուրական է խոսում, մեկ ինչ-որ թույլ է տալիս իրան տարբեր բառեր, մեկ էլ ցանցերում դիմում է, ասենք, քաղաքապետին իր անունով, օգտագործում է փողոցային բարբառը, ես ուղղակի կպատասխանեմ, կուզենամ ասեմ, մի բառ կօգտագործեմ այդ փողոցային բարբառից, դուք 18 թվից եք ռաստեք է, եղբայր, ռաստեք է։ Ես, դու մի անգամից պատասխանեցիր ինձ, դրա համար ես ասեմ քեզ, մի անգամից իմացել որ քո մասն եմ ասում, քո պատասխանը քեզ տվել է լուսահոգի Հովհաննիսյանը, որ ասում էր, ձեզ դալալներում այնքան կծեծեն, որ նատուրի կուռ եք, այդ խմբակ, մենք սենց կպատասխանենք, մենք նենց կպատասխանենք, էդի ձև չի տղեք, էդի ձև չի, խոսալուց դիմել, ասենք մեր խմբակցության ղեկավարին հաշվի առնելով իր երիտասարդ տարիքը, ես եմ սենց որոշակի քմաչույքով, ծիծաղներ դահլիճում բան, Օրինակ, սենց պարզ ասեմ, նույն ասենք ձեր խմբակցությունից կան մի 3-4 հոգի մարդ, որոնց ես անձամբ ճանաչում եմ, հետները խոսում եմ, ես երբեք թույլ չեմ տվել իրենց հետ, ինչ-որ խմբակ, անգամ խմբակ բառը, չկա տես բան։ Ուստի ելնելով, խնդրում եմ մի քիչ ավելի օբյեկտիվ լինեք, մնացած հարցերի մասին չեմ խոսա, ընտրություններ, Ղուկասյան եւ այլն, ինչպես ասեց, ինչև դատարանի որոշումը չլինի, մենք չենք կարող որևէ մեկին մեղադրանք, կոնկրետ մեղադրանք ներկայացնենք, այսքանը շնորհակալություն։ Մանուկ Սուքյան